Կարդում եմ իմ գրածը. Հարգելի ժողովուրդ, դուք հանրաքվեով 3 անգամ արտահայտել եք ձեր կամքը և ապացուցել, որ ընդունել եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ձեր ազատ կամքով, որին հակառակը դեռևս ապացուցված չէ որևէ հանրաքվեով, որը նշանակում է, որ բոլորս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս պարտավոր ենք կատարել միայն Սահմանադրությամբ թույլատրվող գործողություններ։ Հիշեցնեմ, որ մեր պետության օրենքները բխում են Սահմանադրությունից և պարտավոր են համապատասխանել Սահմանադրությանը։ Մեր Սահմանադրությունը որևէ քաղաքացու Փաշինյանին ևս չի թույլատրում ինքնակամ հենվելով սեփական զգացողության վրա համարել, որ ժողովուրդն իրականում չի ընդունել Սահմանադրությունը հանրաքվեով, ուստի լեգիտիմ չէ և պետք է փոխվի։ Փաշինյանն իր զգացողությամբ 2018 թվականից կասկածի տակ առնելով մեր Սահմանադրության լեգիտիմությունը, իսկ 2024 թվականից այդ մասին բացահայտ հայտարարելով, մեր պետությունը ղեկավարել ու ղեկավարում է իր սեփական մաֆիոզ օրենքներով, կատարել ու կատարում է Սահմանադրությամբ և օրենքներով չլիազորված գործողություններ, որը քրեական օրենսգրքով համարվում է սահմանադրական կարգը տապալելը բնույթի ծանր հանցանք։ Այսպիսով, 2026 թվականի հունիսի 7-ին Փաշինյանին քվե տվող քաղաքացիներ, դուք ձեր ձայնը տվել եք մի անձի, ում լեգիտիմ տեղը ոչ թե վարչապետի աթոռն է, այլ բանտի խուցը։ Ես բժիշկ Գուրգեն Սարգսյանն եմ Շիրակի մարզի Սառնախբյուր գյուղից։